Հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106 եւ 5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, լրատվական ռադիոյի եթերում թարմ ուղեղով հաղորդումն է, տաղավարում աշխատում է Աննա Դանիելյանը, այսօր իմ զրուցակիցն է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։ Բարև ձեզ, պարոն Գյուրջինյան։ Վերջին ամիսների տարաբնույթ իրադարձությունները, մասնավորապես պատերազմ, ապստամբություն, հետո նաև ընտրություններ, գրեթե միշտ մեզ լարման մեջ են պահում։ Այն ինչ իրադարձություն կա այս օրերին, որ ձեզ առավել շատ հետաքրքրում է եւ անհանգստացնում։ Մեր կյանքը տեղով անհանգստություն է դարձել, անդադար մեզ հրամցնում են դեպքեր, իրադարձություններ, որոնք հուզում են մեզ, բայց դժբախտաբար այդ մենամարտերից ճակերտավոր հասարակությունը պարտված է դուրս գալիս։ Պարոն Գյուրջինյան, վերջին դեպքը, որը կարող եմ հիշել ու դա առաջացրեց հասարակության զայրույթը, առաջին տպարանի, հին տպարանի շենքի քանդումն էր։ Ինչ եք կարծում, դա արժեքավոր շինություն էր Երևանցու համար, թե ոչ, որովհետև մշակույթի նախարարը շատ հստակ նշեց, որ դա պատմամշակութային արժեք չէր ներկայացնում իրենից եւ դրա քանդումը առանձնապես այդպես հուզումնալից պետք չէր ընկալել։ Գիտեք, հարցին տարբեր դիտանկյուններից են նայում մարդիկ, երևանցիները, հասարակությունը եւ պաշտոնյաները։ Դժբախտաբար շատ քիչ է լինում, որ այդ կողմերի հայացքները նույն ուղղությամբ են լինում։ Ասենք, աֆրիկանների տունն էլ քանդեցին, հասարակությունը ամիսներ շարունակ պայքարեց ու պարտվեց։ Այդ շենքն էլ քանդվեց, թե հետո ինչ կլինի չգիտենք, բայց փաստը այն է, որ հետևողականորեն Երևանից ջնջվում են կամ Երևանի պատմությունից ջնջվում են պատմություն ունեցող շենքերը, դրանց մեջ նաև պատմամշակութային արժեք ունեցողները։ Չեմ բացառում, որ ճարտարապետներից ոմանք ասեն, որ այդ շենքը արժեք չուներ։ Ինչպես որ ուրիշ դեպքերում են ասում, դե դրանք պալատական երգիչներ են եւ նրանք հաճախ կեղծում են։ Հիմա խնդրին նայենք այսպես. ես չեմ կարող ասել, թե նա ինչ արժեք ուներ, բայց գիտեմ, որ նա պատմություն ուներ եւ այսպես չեն վարվում սեփական պատմության հետ։ Մենք սիրում ենք հպարտանալ Երևանի ծննդյան տարեթվով եւ այդ առիթով միշտ շեշտում ենք, որ Երևանը Հռոմից տարիքով մեծ է 29 տարի։ Հիմա շրջենք Երևանով։ Մենք ինչ կտեսնենք Երևանում, արդյոք կտեսնենք դարերի շունչը։ Մենք արդյոք կզգանք, որ սա հազարամյակների պատմություն ունեցող քաղաք է։ Հաստատ չենք զգա։ Անգամ մի փողոց չկա, որ ամբողջությամբ պահպանված լինի իբրև Երևան։ Պատմություն չենք կարող այստեղ ցույց տալ։ Եվ 100 տարին գուցե 2000 մոտ 800 տարվա դիմաց շատ փոքր տարիք է, մանկական տարիք է, գուցե հորինվածքով էլ այդ շենքը երևելի չէր։ Բայց մենք դա արեցինք, այսինքն տերը իշխանությունների համաձայնությամբ, քաղաքային թողտվությամբ կամ թույլտվությամբ դա արեց օրը ցերեկով, արեց պայթեցնելով եւ առանց զգուշացման։ Երկու դեպքն էլ այսպես հանդուրժելի չեն։ Առաջինը, որ ջնջվում է պատմությունը, երկրորդը, որ դա արվում է առանց հասարակության հետ հաշվի նստելու, նրան տեղեկացնելու, դա տարրական մի բան էր, չէ՞, շրջակայքում մարդիկ կան եւ այլն, ու նրանք հանկարծ օրը ցերեկով ականատես են լինում պայթեցման։ Ուր ենք գնալու այսպես, ես դա չեմ հասկանում։ Ասենք Երևանում ավելացավ եւս մեկ շենք,
Հյուրանոցային համալիր մասնավորապես։ Հյուրանոցային համալիր, բարձրահարկ, փայլուն, մաքուր, անշուշտ ավելի այսպես ակնահաճո իր տեսքով։ Բայց Երևանը դրանից չի կորցնում իր գրավչությունը։ Երևանի կենտրոնը, որը վերջին 200 տարվա, այսպես կամ 100 տարվա պատմություն ունի եւ դա ջնջում ենք կարծես հետեւողականորեն։ Ու ամեն ինչ կենտրոնացվում է այս փոքր կենտրոնում, վաղը կտեսնենք, որ այդտեղ շարժվել էլ չի լինի եւ Երևանի կենտրոնը, որը քայլելու հատված է, ես օրինակ քայլող մարդ եմ եւ սիրում եմ քայլել, արդեն կարող է նույնիսկ նա գրավիչ չլինի։ Այդ երկհարկանի շենք մեկ էլ կողքին ցցված բարձրահարկ, դրանք համահունչել չեն, ներդաշնակել չեն։ Մեկը չի լինում, որ ստորագրում է այդ թույլտվությունը, որ սա պիտի քանդել, իսկ մյուսը կառուցել սրան համահունչ, ներդաշնակ։ Կարծես թե ոչ, որովհետև փորձեք դուք, ես էլ ձեզ հետ գնանք կանգնենք Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Թամանյանի նախագծած այդ հրաշքի կենտրոնում կանգնենք, իդեպ տպարանի շենքն էր Թամանյանի նախագիծը եւ նայենք այս համալիրին։ Հետևից ցցված արդեն երևում են շենքեր, տարբեր բնույթի կամ այդպես էլիտար ճակերտավոր կոչված շինություններ են կամ հյուրանոցներ են եւ դրանք ավելի բարձր են, քան հրապարակի որ պետք է բարձր լիներ գեղեցիկ շինությունները։ Մենք խախտեցինք համալիրի հորինվածքի այդ գեղարվեստական լուծումը։ Նա պիտի իշխող լիներ, նա պիտի վեհ լիներ, հիմա նա կորցրել է իր վեհությունը։ Այս բան պարոն Գյուրջինյան առաջարկում եմ լսել հենց սեփականատիրոջ կարծիքով, արդյոք դա արժեքավոր կառույց էր թե ոչ։ Գիտեք ինչ, ամեն ինչ կարելի է պահպանել, բայց ամեն մի պահպանում կամ ամեն մի աշխատանք իմաստ ունենա։ Շենքի այդ հատվածի պահպանելը ամեն տեսակետից, ամեն տեսանկյուններից անիմաստ հասկացողություն էր, որովհետև շենքը բաղկացած էր 3 մասնաշենքերից, որոնցից 2-ը ինչ որ չափով ճարտարապետական հետաքրքրություն էր ներկայացնում, եւ մենք աշխատեցինք անպայման պահպանել որոշ իսկ մեջտեղի, որը գտնվում է բակի կողմի գտնվող շենքը, իրանից ոչ ճարտարապետական կամ ինչ-որ կառուցվածքային ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում եւ դա հին ավազուկավով պատրաստված փայտի ծածկերով ինչ-որ կառույց էր։ Բետոնը պահեմ ինչ անեմ։ Տեսեք, պարոն Գյուրջինյան, նույնիսկ Գենադի Կարապետյանն ասել էր այս հարցազրույցի մի հատվածում ասել էր, որ նույնիսկ ամոթ էր այդ շինությունը պահպանելը։ Ու մի մեջ բերում եմ ուզում անել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքից, ով ասել էր, որ այդ շենքը պատմամշակութային արժեք չէր ու այս ամենը տեղափոխվել է սեփականատիրոջ այսպես իրավասությունների դաշտ ու նա է որոշում։ Եթե մենք յուրաքանչյուր անգամ հաշվի առնենք, որ սեփականատերը այս կամ այն կառույցը գնեց եւ ինքը պետք է որոշի, վերջում մենք ուր ենք հասնելու։ Ինչպես կարելի է այս ամենը մեկնաբանել։ Ինչպես իրենք կարող են թույլ տալ, որպեսզի կամ ով է նրանց թույլ տվել երևանցու հիշողությունները վերցնել ու ջնջել։ Պաշտոնական ձևակերպումներ անշուշտ կլինեն։ Դուք կարող եք հետամուտ լինել, լրագրողները կարող են հետևից գնալ փաստի, ով թույլ տվեց, նախ ինչպես սեփականաշնորհվեց եւ այլն, հետո ով թույլ տվեց եւ ինչ է լինելու նրա փոխարեն եւ արդյոք այդ լինելիքն էլ ներդաշնակ է այդ տարածքին եւ դրանից հետո արդյոք հարցեր չեն առաջանա, որ շրջակայքի մյուս շինություններն էլ նրա դիմաց նորակառույցին նսեմ պիտի լինեն, գուցե սրանք էլ վերացնենք, այդպես եթե քիչ-քիչ բարձրանանք Աբովյանով, այնտեղ էլ երկհարկանի շենքերը մաքրվում են, այսպես ճակերտավոր մաքրվում են, եւ մենք այն փողոցը, որ եղել է երևանցիների սիրելին, այստեղ հայոց մեծերն են, գիտության, մշակույթի, քայլել, զբոսնել, դրա հետ կապված պատմություններ կան, այդ հիշողություն կոչվածը, մի գեղեցիկ օր կարող է նաև դա չունենանք, եւ Երևանը կդառնա այսպես դիմազուրկ մի քաղաք, որտեղ չկա
պատմականություն չկա։ Մենք կնշենք Երևանի Հոբելյանը հերթական, տոներ կանենք, բայց միայն դա երևի կպահպանվի քաղաքից հեռու է Էրեբունին, երևի դրա համար նա դեռ դիմանում է, եթե նա լիներ այս կողմերում, քաղաքի կենտրոնում, վստահ եմ, որ կասեին դե հողաբլուր է կամ հին շենք է, հին պատ է, եկեք դա էլ վերացնենք։ Քաղաքականությունը պիտի փոխվի, մշակութային քաղաքականությունը, քաղաքի դիմագիծը պահպանելու քաղաքականությունը, քաղաքի դիմագիծը փոխելու քաղաքականությունը եւ դա պիտի լինի հոգուտ Երևանի, առայժմ եւ երևանցիների։ Առայժմ ես դա չեմ նկատում։ Պարոն Գյուրջյան, ով է մեղավոր, այս դեպքում սեփականատերը, թե պատկան մարմինները, ովքեր տալիս կամ չեն տալիս այդ թույլտվությունը։ Դե բնականաբար այդ պատկան մարմիններ կոչվածները կարող է ինչ-որ հանդիմանության արժանանում են, բայց մենք երբևէ չենք տեսնում պատասխանատվության ենթարկելու փաստ որևէ մեկ դեպքով։ Դա լինում է այսպես համաձայնությամբ, լուր համաձայնությամբ կամ բացահայտ համաձայնությամբ։ Հետո գալիս են այսպես հիմնավորողները, ինչպես ես հիմա խոսում եմ հոգուտ նրա, որ պիտի պահպանել Երևանի դեմքը, կգան ուրիշներն էլ նույն կերպ կհիմնավորեն, որ Երևանը 21-րդ դարին համահունչ պիտի դառնա եւ այլն եւ այլն։ Սա հեքիաթ է։ Երևանի կենտրոնը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին, ասենք, Դուբայի կենտրոնն է։ Երևանը իր ուրույն դիմագծով, իր այնպիսի դիմագծով, որ մեր հիշողություններում պահպանվել է։ Հիմա արդեն այդ Երևանը չկա։ Եթե մենք սկսենք մտածել, որ այս երկու հարկի փոխարեն 22-ը ավելի եկամտաբեր կլինի, այո, հնարավոր է եկամտաբեր լինի, բայց դա մերը չի լինի։ Դա կլինի զբոսաշրջիկինը, որը կարող է նաև էլ գրավչություն էլ չտեսնի այստեղ, որովհետև չի տեսնի այն, ինչը Երևանը գրավիչ էր դարձնում։ Կարծեմ նախարար Ամիրյանն ասում էր այստեղ մարդիկ կան ուրախ, ջերմ, սրտաբաց մեզ նկատի ուներ, բայց այդ մարդիկ իրենց լավ չեն զգում մեր քաղաքում եւ շատ դեպքերում, երբ քայլում եք, կտեսնեք, որ մարդիկ ոչ ուրախ են, ոչ էլ ժպտուն են, իրենց օտարված են զգում սեփական քաղաքում։ Դա ողբերգություն է, երբ մարդը չի զգում իրեն իր քաղաքի տերը։ Երևանցիները իրենց տեր չեն զգում եւ նրանք ամեն օր սպասում են մի նոր անակնկալի կամ ճակերտավոր նվերի։ Դա էլ էր անակնկալ նվեր այդ պայթեցումը։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ այս ամենում նաև հենց Երևանցու մեղքը կա, որովհետև իրենք չեն ցանկանում պահպանել այս միջավայրը, իրենք տեր չեն լինում, ինչ անել։ Կա արդյոք Երևանցու մեղքն այս ամենում, թե ոչ։ Ես Երևանցու մեղքը, դե պարզ է, որ սեփականատերն էլ կարող է երևանցի է, բայց քաղաքը ուրիշ տերեր էլ ունի, չէ՞։ Ունի քաղաքապետ, ունի քաղաքապետարան, նա ինչ է ուզում Երևանից։ Ուզում է պլպլան քաղաք, թե ուզում է գողտրիկ Երևան, լավ կենտրոնով, զբոսնելու, քայլելու կենտրոնով, Երևանցուն հարմար կենտրոնով։ Մեր քաղաքը նախ մերը պիտի լինի, հետո ուրիշներինը։ Երևանցին ինքը պատասխանատվություն կրում է, թե ոչ։ Երևանցին պատասխանատու է այնքանով, որ չի կարողանում կանխել։ Ինչ պիտի անի այդ դեպքում։ Ասացի, որ մենք ցույցեր անի, բողոքի, ինչ անի։ Ցույցեր արեցին աֆրիկյանների տունը դեր աչքի առաջ քանդվեց։ Փաստորեն իսկապես զրույցի սկզբում ես ասացի, մենք առայժմ հաղթանակ չենք կարողանում արձանագրել։ Երևանցին հավաքական ուժ իբրև չի կարողանում, որովհետև դիմացը իշխանությունն է եւ զորավորներն են, այսպես զորեղ մարդիկ եւ ուժեր են։
Եվ երևանցիները կամ փնփնտում են, կամ հեռանում են, եւ Երևանը երևանցիներին չի դառնում։ Դա շատ տխուր փաստ է։ Մենք հիմա այսօրվա մասին ենք խոսում, բայց ամեն մի դեպքը մի այսպես դաշույնի հարված է հավաքական այդ կերպարի երևանցու մեջքին։ Այդ օտարումը դա է, որ նրան կապող բակը, փողոցը, շենքը, այգին այլևս չկան։ Զբոսայգիները տեսել եք ինչ են անում։ Զբոսայգիներում քայլել եւ նստել հնարավոր չէ, որ ասենք թոշակառուն զբոսնում է եւ ուզում է նստել հանգստանալ։ Նա չի կարող դա անել, որովհետեւ գրեթե տեղ չկա նստելու, ամենուրեք սրճարաններ են։ Նա չի էլ կարող այդ սրճարաններում նստել եւ հանգստանալ, որովհետեւ պիտի վճարի, չէ, սուրճի համար, հյութի համար, կամ էլ չի կարող նստել եւ դիտել ինչպես են ուրիշները վայելում դա, եւ երաժշտությունն էլ իր ճաշակով չէ, դա պարտադրված է։ Զբոսայգին նրա համար է, որ դու նստես, հանգստանաս, կանաչ տեսնես, ծառի տերևների սոսափյուն լսես կամ շատրվանի անուշ խշշոցը հանգստացնի նյարդերդ։ Հիմա դրանք էլի երևանցիներինը չեն, գումարած, որ անճաշակ մեծ շինություններ կան այդ զբոսայգիներում եւ սրճարանապատ զբոսայգիներ են։ Խնդրեմ, մենք երևանցիների մեղքն է անշուշտ, որ չեն բոյկոտում այդ սրճարաններն ու ճաշարանները։ Այս պահի ազդեցության տակ են մտնում կամ վայելում այդ հանգիստը, բայց հետո երբ նայում ես, մեկ էլ տեսնում ես, որ օպերայի հրապարակը շրջափակված է կամ խեղդված է սրճարանների օղակի մեջ։ Օղակաձև զբոսայգին եւս գրավված տարածք է։ Դրանք երևանցիների համար չեն, արդեն մայր ու մանուկ չեն կարող զբոսնել, խաղալ, որովհետև դա գրեթե անհնարին է։ Այս թեման աշխատանքային խորհրդակցության ժամանակ արծածեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, առաջարկում եմ լսել նրան, ապա շարունակել։ Քաղաքը գիտեր, որ պայթեցման եղանակով է։ Քաղաքը չգիտեր։ Լավ, արտակարգ իրավիճակների նախարարությունը, որ ուղարկում է համապատասխան անձնակազմ։ Իրանք պետք է ստուգեին տեղեկացված են, տեղեկացված չեն բնակիչները կողքից, թե չէ։ Պարոն Երցյան, ըստ օրենքի, ըստ նորմատիվի, ով պետք է համայնքին, բնակիչներին տեղյակ պահել, որ մենք պայթեցնում ենք։ Վերջը փորձադաշ չի, սա վայրենի պոլիգոն է, ինչ է։ Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ուզենա կարող անի։ Ոնց են մարդիկ որոշել, որ պայթեցնում են, ու ում պետք է տեղյակ պահեն, ու ով պետք է բնակիչներին տեղյակ պահեն։ Առաջինը, հասկանում եք, ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին, մաքսիմալ պատիժը խնդրում եմ կիրառել։ Երկրորդ, լիցենզավորված կառույցը, որը որ պայթունն է կատարում, ինքը պետք է իր լիցենզիայի համապատասխան տեղեկացնել օֆիցիալ եւ այլն։ Չի տեղեկացրել, իրեն էլ մաքսիմալ պատիժը, որը որ մեր նորմատիվով կատարվում է։ Պարոն վարչապետն ասում է, որ այնպիսի տպավորություն է, որ այսօր քաղաքում ով ինչ ուզի կարող է անել։ Արդյոք սա ենթադրում է մոտեցումների փոփոխություն այսուհետ, թե ոչ։ Գիտեք, այդ նույն բանը կարող եմ ասել ես էլ, դուք էլ, Երևանի փողոցներով քայլող յուրաքանչյուր մարդ էլ կարող է այդ հարցերը տալ։ Ես էլ տվեցի, չէ, այդ հարցերը, մարդիկ տեղեկացված չեն, ինչու, ով պիտի պատասխան տա։ Եթե այդ հարցերը պատասխան չեն ունենում, ուրեմն ճարտասանական հարցեր են։ Այսինքն մենք պատասխանը գիտենք, բայց գործնական լուծում չունենք։ Գործնական լուծումն այն կլինի, որ մենք մի գեղեցիկ օր ունենանք, տեսնենք պատժված պաշտոնյաների, պատասխանատվության ենթարկված պաշտոնյաների։ Մի գեղեցիկ օր տեսնենք, որքան էլ սիրուն լինի, ապակեպատ լինի, վրան ծախսարած լինեն, զբոսայգիներն ազատվեն այդ կառույցներից։ Երևանի կենտրոնը շնչի վերջապես։ Հետևողականորեն տասնամյակներ շարունակ խորհրդային տարիներին Երևանի կանաչը ավելանում էր, հիմա աղետալիորեն պակասում է։ Ասֆալտապատվել է եւ ու ծանրացել է, էլ ազատ տեղ չկա։
մի փոքրիկ հատված գտնում են, շենքը բարձրանում է, հենված դպրոցի շենքին, մարդկանց բակում, դա հենց ապրելու տարածքն է, ապրելու տարածք, մենք հո չենք մտնում միայն տանը, փակվում եւ հեռուստացույցին կամ համակարգչին կպչում, փաստորեն քաղաքային իշխանությունները եւ լայն առումով էլ Հայաստանի իշխանությունները, երբ հանդուրժում են այս ամենը, մեզ մղում են փակվելու տներում, իսկ այդպես փակված յուրաքանչյուր մարդ կարող է լինել աշխարհի ցանկացած կետում, մի բնակարանում եւ հաղորդակցվել հեռակա իր հայրենիքի կամ հայրենակիցների հետ։ Մենք, ես, ինձ նման մտածողները, դուք, երևանցիները եւ հայաստանցիները գործնական քայլերի են սպասում։ Եվ ոչ փոքրիկ դիտողություն կամ խիստ դիտողություն, ասում են նա էլ հուզվեց, այս պաշտոնյան ծանր տարավ այդ դիտողությունը, դիտողության ժամանակներն անցել են, գործնական քայլեր են պետք եւ արագ վճռական քայլեր են պետք, որ մենք վստահենք ու հավատանք, որ մի բան պիտի փոխվի։ Ես հիմա սպասում եմ այդպիսի քայլերի։ Պարոն Գյուրջյան, քանի տարի է Երևանում եք բնակվում դուք։ Երբ ընդունվեցի մանկավարժական ինստիտուտ 1980 թվականից, չնայած ծնվել եմ Երևանում, բայց այստեղ չեմ մեծացել։ Այն օրվանից մինչ այսօր 36 տարի։ Ինչ փոխվեց, ինչ է փոխվել ու ինչ տեսք ունի հիմա Երևանը ձեր աչքերում։ Գիտեք, Երևանը նաև թարմացել է, դա չենք կարող ժխտել։ Բայց Երևանը մեծ կորուստներ է ունեցել։ Երևանը կորցնում է իր դրական հատկանիշները։ Այդ կանաչը եւ ջուրը, որ ասում էի, դա ակնհայտորեն նվազել է։ Եվ երբ քամի է սկսվում Երևանում, դուք լսել եք ինչ ձայն է, ինչ ոռնոց է բարձրանում, որովհետեւ մենք չունենք այն անտառները, որոնք պատնեշում էին այդ քամիները։ Երևանի փոշին, երբ բարձրանում է, հնարավոր չէ այդ փոշուն դիմանալ, կուրանալ կարելի է, որովհետև բարձունքների, Երևանը շրջակայքող բարձունքների անտառները հայտնի տարիներին հատվեցին եւ փոխարենը անդադար լսում էինք, որ այսքան հազար ծառ տնկվեց, այսքան հազար ծառատունկ եւ այլն եղավ, բայց այդ շերտը վերացել է եւ հիմա երբ նայում եք բարձունքներին տներ են երևում, սեփական տներ, ճոխ տներ, դղյակներ, բարձրահարկեր, կառուցապատում ենք, իսկապես կառուցապատում ենք։ Խորհրդային տարիներին մենք ասում էինք, որ լավ չէ այսպես, որ անդադար բետոն եւ բարձրահարկ շենքեր տեսնենք, հիմա դա արվում է այսպես իբր արդիական ենք դարձնում մեր քաղաքը։ Քաղաքի թոքերը հիվանդ են, օդ չկա, փոշին աշխարհ է բռնում, գնացեք եվրոպական քաղաքներ եւ քայլեք, օրերով քայլեք, ձեր կոշիկները փոշի չեն առնի։ Այստեղ մեկ օր դուրս գաս եւ քայլելով վերադառնաս տուն եւ կոշիկդ կփոշոտվի եւ հագուստդ կփոշոտվի, գլուխդ փոշով կծածկվի, դա ինչ է։ Դա նրա նշանն է, որ մենք հետևողականորեն ոչնչացրել ենք կանաչը եւ Օղակաձև զբոսայգին օրինակ բոլորովին արդեն զբոսայգի չէ։ Նա կառուցապատված մի տարածք է քաղաքի կենտրոնում։ Ես նկատում եմ, երբ զբոսնում եմ, ասում եմ, այստեղ էլ վաղ թե ուշ մի բան կկառուցեն։ Մի քառակուսի մետր տարածք լինի, բերեն տեղավորեն մի հյուրանոց եւ փող աշխատեն։ Եթե այդ փող աշխատելուց Երևանը շահեր, Երևանը դրանից էլ չի շահում դժբախտաբար։ Երևանցիների վիճակը այդ հյուրանոցներից ու զվարճանքի տեղերից կարծես թե չի լավացել։ Նույն երևանցին է, նույն չնչին աշխատավարձով եւ թոշակով։ Ամփոփելով, իսկ Երևանցու տրամադրությունն ու դիմագիծը ինչպես պահպանվում է, թե փոխվում է քաղաքի փոփոխությանը զուգընթաց։ Երևանցու դիմագիծը չի կարող չփոփոխվել, նախ ժամանակի փոփոխությանը զուգահեռ, երկրորդ անդադար տեղաշարժերի։ Երևանցիներից շատերը հեռանում են, նրանց փոխարինում են ուրիշները, ուրիշ բնակավայրերից եւ այդ
քանդող կառուցապատողների մեծ մասն էլ երևանցիներ չեն։ Նրանք այդպես հուշ չունեն քաղաքի հետ կապված, դրա համար էլ նրանց համար լրիվ մեկ է Աբովյան փողոցի այդ երկհարկանի շենքը Բագունցի հետ կապվում է, թե չի կապվում, Մաշտոցի պողոտայի այս հատվածում Չարենցը քայլել է, թե չի քայլել, լրիվ միևնույն է, մշակույթից կտրված, այսպես հիշողությունը, թույլ հիշողություն ունեցող եւ սիրունացնում է քաղաքը։ Սիրուններ կան, չէ՞, սիրուն աղջիկներ կան, հմայիչ, չշպարված, լավ հայացքով, աչքերի խորությամբ, մեղմ թույլ, այսպես ժպիտով։ Հիմա եւ կան աղջիկներ, որոնք զարդարվում են փետուրներով, գույներով, փայլերով եւ այլն։ Ես սիրում եմ այն առաջին Երևանը, որ կանաչ էր, խաղաղ էր, բարձր չէին կամ դուրս ծծված շենքեր չկային, գեղեցիկ Երևան, քայլելու Երևանը։ Հիմա այդպիսի Երևան չէ, այլ փայլփլուն, այսպես զարդարուն, դա արդեն ուրիշ Երևան է, դժբախտաբար։ Շնորհակալություն, պարոն Գյուրջինյան, մեզ հատկացված եթերաժամը սահմանափակվեց, այսքանով հրաժեշտ եմ տալիս ձեզ, հաջողություն։ Հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106 եւ 5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։